Թեպետ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի այցելում Գերմանիայի նախագահը, բայց այնուամենայնիվ օրվա հիմնական ինտրիգը շարունակում է մնալ Գյումրու ընտրությունը, հայրաքաղաքի զարգացումը։ Այսպիսով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով 5 քաղաքական ուժ հաղթահարում է նախընտրական շեմը եւ հիմա արդեն ձևավորելու է ավականին, որն էլ ընտրելու է ապագա քաղաքապետին։ Այսպիսով, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 17183 ձայն։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որի առաջին համարը Վարդան Ղուկասյանն է, 9727 ձայն։ Մեր քաղաք կուսակցությունների դաշինքը Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ 7380 ձայն է հավաքել, Իմ հզոր համայնք կուսակցությունը Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ 3734 եւ վերջապես Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարը Կարեն Սիմոնյանն է, 2902 ձայն։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 624-ն է։ Ինչ, այսպիսով, անցողիկ շեմը, ինչպես ասացինք, հաղթահարել է 5 քաղաքական ուժ, որոնցից առնվազն 2-ը արդեն իսկ հայտարարել են, որ միանում են երկրորդ հորիզոնականում հայտնված Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, Վարդան Ղուկասյանին եւ իրենց ձայներով աջակցելու են նրան։ Պատրաստ եմ մեր ավագայինների կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ Այս մասին հայտարարություն է տարածել Իմ հզոր համայնք կուսակցությունը, Գյումրի համայնքի ավականու ցուցակի քաղաքապետի տեխնացուն Ռուբեն Մխիթարյանը։ Պատրաստ եմ մեր ավագայինների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու, քվեարկելու գյումրեցիների կողմից քվեարկության ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր տեխնացու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի, չհաղթահարելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր տեխնացուին։ Մայր Հայաստան դաշինքը եւս հայտարարություն է տարածել, որ միանում է Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, այսինքն կոմունիստական կուսակցությանը, դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը կոչ է արել մյուս ընդդիմադիրներին եւս անձնական ամբիցիաներից վեր կանգնել եւ միավորվել։ Նախընտրական շեմը չհաղթահարած Եվրոդաշինք կուսակցությունների դաշինքը չի բողոքարկելու Գյումրիում ընտրությունների արդյունքները, այս մասին էլ դաշինքի Գյումրիում համայնքի ղեկավարի տեխնացու Լևոն Բարսեղյանն է հայտարարել, նա նշել է, որ ավելի ուշ նաև ընտրությունների արդյունքների եւ ընթացքի վերաբերյալ գնահատականներ կհնչեցնի։ Եվ գյումրեցիները իրենց քվեով հաստատեցին, որ եկել է պատմական պահը, որ հենց Գյումրիում պետք է իշխանազրկել իշխող ուժին։ Այսպիսի գրառում է արել եւ հայտարարություն տարածել Գյումրու Մայր Հայաստան դաշինքի քաղաքապետի տեխնացու Կարեն Սիմոնյանը։ Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի լռությանը, նա ասաց, որ իր կարծիքով կլինի հայտարարություն, դրանից հետո նոր կարձագանք են։ Հարցին, արդյոք խոսել է Մարտուն Գրիգորյանի հետ, նա պատասխանեց, մեջբերում եմ իր խոսքը, ես միջնորդավորված եմ խոսել, հստակ ինֆորմացիա չունեմ, սպասում ենք հայտարարության, մեջբերել է Սիմոնյանը։ Եվ կրկին գլխավոր ինտրիգի մասին, արդյոք ընդդիմադիր տեխնացուները կմեղտեղեն իրենց ուժերը եւ շանս չեն թողնի ԿՊ-ին Գյումրիում քաղաքապետ ունենալ թե ոչ, ամենադեպս այսօր բավականին վստահ տոներում ասուլիս էր հրավիրել ընդդիմադիր թևի ամենաշատ ձայներ հավաքած Գյումրիի նախկին քաղաքապետ պարոն Վարդան Ղուկասյանը։ Ես, Ռուբենն ու Կարենը սպասում ենք Մարտուն Գրիգորյանի խոսքին, հայտարարում է Ղուկասյանը, փաստացի ակնարկելով, որ Գրիգորյանն է հանգուցալուծելու այս կծիկը։ Ես ճիշտ ասած այս պահին ձեզ չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև ես հələ պետք է իրոք համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը, նախ պետք է դրան համոզվեմ, դրանից հետո անպայման մենք մեր հայտարարությունը կանենք, թե ով է նպաստում ԿՊ-ին, ում խոսքերը ինչ էր եւ դրանից հետո մենք մեր անպայման խոսքը կասենք։ Հիմա այս պահին ես չեմ կարող պատասխանել, խնդրում եմ այդ հարցը ինձ չտաք, թե դրանից հետո ինչ է լինելու, որովհետեւ ես չգիտեմ իրենց կարծիքը, բայց ինչ որ լսել եմ հերոստատեսությամբ, ինչ որ ինքը ասել է, որ անպայման մենք միանալու ենք, ուրեմն ընդդիմության դաշտը միասին է լինելու եւ ԿՊ-ն չի անցնելու քաղաքում, այդ լսել եմ ես ու տեսել ենք, բոլորս էլ լավ գիտենք։ Հիմա սպասենք նայենք։
այսպես ասած, ընդդիմության տեխնացու առաջադրվի, հա, գուցե Մարտուն Գրիգորյանը ինքը առաջադրվի, այս դեպքում ձեր, այսպես ասած, դուք ինչ եք անում։ Չէ, գիտեք ինչ կա, ուրեմն եթե այսօր նախ իմ ձայները բոլորից բարձր ընդհանուր առմամբ աշխարհում, ես չգիտեմ մի դեպք, որ ասենք ովքեր որ շատ ձայն են ունեցել, գնան միանան այն քիչ ձայներ ունեցողին, հետո եւ Կարենը եւ Ռուբենը հասկացար միացել են ինձ, այսինքն երեքս միասին մենք միացել ենք, մենք սպասում ենք, ինքը 6 պատգամավոր ունի, ներողություն, հա, ճիշտ է, ավականի ունի, հիմա այնպես որ մենք սպասում ենք իրեն, այդպես մտածել, այդպես չի կարելի։ Հանուն Գյումրու, եթե նման իրավիճակ լինի, որ իշխանությունը Ես հիմա այս պահին պատրաստ չեմ ձեզ պատասխանելու այդ հարցին, մինչև ես չհամոզվեմ, մինչև ես չհամոզվեմ, թե ինչ է կատարվում դիմացը, հիմա իմ խոսքերը այս պահին, եթե ես ընկնեմ առաջ ինչ որ մի բան ասեմ, ես չեմ կարող դա անել, որովհետև պետք է համոզվեմ, որ իրոք այդպես է։ Երբ եկավ այդպիսի իրավիճակ, ուրեմն դուք կտեսնեք ես ինչ կանեմ այդ կամը։ Դուք պատրաստ եք, հա, օրինակ կոալիցիոն, հա, եթե ընդդիմությունը այնուամենայնիվ միավորվի, փոխքաղաքապետերի, վարչության պետերի, պաշտոնները տակ մյուս ընդդիմադիր ուժերին, թե այնուամենայնիվ ասելու եք ընտրեք մեզ եւ մենք միանձնյա ղեկավարենք քաղաքը։ Ուրեմն փոխքաղաքապետի պաշտոնը ոչ, բայց մնացած որ պաշտոնը որ պետք է մենք պատրաստ ենք տալու, հետո գիտեք ինչ, ես իմ 13 տարիների աշխատացի ժամանակահատվածում, ուրեմն եթե նայում եք Մարտուն Գրիգորյանի բոլոր ունեցվածքի տակ գրված է Վարդան Ղուկասյան, ինչ որ իրանք սեփականություն հիմա ունեն եւ ոչ միայն իրենք, իր հոր եղբայրները, իր թաղի ժողովուրդը եւ մնացածը քաղաքում նվեր չեմ արել, մարդիկ ուզեցել են քաղաքում ներդրում անել, ուրեմն քաղաքում ով ուզեցել է ներդրում անել, ես չեմ նայել, թե սա իմ, ուրեմն ընդդիմություն է ինձ կամ ինչ որ չգիտեմ ինչ է, ես բոլորին ինչ որ կա այս քաղաքում իմ տվածն է եւ տակը գրված է շինթույլտվություն Վարդան Ղուկասյան, ավարտական ակտ Վարդան Ղուկասյան, այսինքն կարող է դաժե որևիցե մեկի հոր եղբայրը լիներ քաղաքապետ, ինձպես ավելի առատաձեռն ու օգնական ու սատարող չլիներ, ոնց որ ես եմ եղել բոլորի նկատմամբ, ոչ միայն ուրեմն Մարտունից նկատմամբ, իրանց թաղի մնացած ուրեմն ժողովրդի նկատմամբ եւ ամբողջ քաղաքի նկատմամբ, այնպես որ ես հերոստատեսությամբ հիշում եմ Շանտը հավանական է ես ելույթ եմ ունեցել այն ժամանակ 2001-3 թվականներին, որ քաղաքի ամենակենտրոնական տարածքները մենք պատրաստ ենք տալ ձեզ ընդտուպ նվիրատվության կարգով եկեք ներդրում արեք, որովհետև քաղաքը մեռնում է։ Այդ սկզբունքով մենք արել ենք եւ աշխատել ենք։ Պատրաստ եք որպես ավակ ընկեր, գործընկեր ընդառաջ գնալ Մարտուն Գրիգորյանն, օրինակ եթե նույն իրավիճակում դուք լինեիք, հա։ Միանշանակ ես ընդհանրապես ասեմ ձեզ, ասեցի ձեզ, ես ներողամիտ եմ։ Միանշանակ ես ներողամիտ եմ, հանուն ազգի ամեն ինչի պատրաստ եմ, սպասեք, հասկանանք, կտեսնեք, որ իմ ասած խոսքերը գործով կաբացուցվի։ Եվ շարունակելով քննարկումը Գյումրիում ընտրությունների ԿՊ-ական տեխնացուն Facebook-ում արված գրառմամբ շնորհակալություն է հայտնել իրեն ձայն տված գյումրեցիներին։ Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն եւ բոլոր գյումրեցիներին։ Շարունակելու են Գյումրու զարգացման եւ շենացման մեր բոլոր ծրագրերը, ասել է Սարիկ Մինասյանը իր գրառման մեջ։ Դե ընկերներ, չի փոշիացվելու արտահայտությունը շատ հարաբերական է ասված, եկեք լինենք անկեղծ եւ այս իրավիճակում մի քանի սցենար կարող է զարգանալ։ Առաջինը եւ գուցե ամենահավանականը, պարոն Մարտուն Գրիգորյանը կարող է աջակցել անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր գործիչներին եւ այդպիսով վերջ ԿՊ-ն այդ պարագայում որևէ շանս չի ունենալու։ Կարող է նաև չմիանալ ոչ մեկի իրեն հայտարարել այսպես կոչենք, հա, չեզոք միավոր, բայց այնուամենայնիվ վճռորոշ դեր կարող է խաղալ ավականու քվեարկության ժամանակ։ Մինչ վերջին պահը նա կարող է պահպանել ինտրիգը։ Իհարկե երրորդ տարբերակը եւս կա, քիչ հավանական սցենար է, բայց կարող է օրինակ համագործակցել, ելի եմ ասում, շատ քիչ հավանական է, բայց կարող է համագործակցել ԿՊ-ի հետ եւ իր ձայներով երաշխավորել ԿՊ-ական քաղաքապետի ընտրությունը։ Չնայած արդարության համար ասենք, որ
այն բազում հարցազրույցները, որին նա մասնակցել է, լսելով նրան, իր դիրքորոշումը, նման զարգացումը գրեթե զրոյական է։ Բայց, ինչպես ասում են դասական գործիչները, քաղաքականության մեջ երբեք միասեք, երբեք, ուստի այս պարագայում եւս։ Եվ որքան էլ զարմանալի է այս իրավիճակում, բայց 4-րդ տարբերակը եւս կա։ Քանի որ անգամ իր ասուլիսում պարոն Վարդան Ղուկասյանը հաստատեց, որ տարաձայնություններ ունի Մարտուն Գրիգորյանի հետ, կարող է արդյոք այնպես ստացվել, որ անձնական հարցերը վերաճեն նաև քաղաքականի, ու քանի որ գյումրեցիների մեծ մասը, ինչպես Ղուկասյանն է ասում, պանյատով են ապրում, այսինքն իր ճիշտը, անունը, հարգանքը, պատիվը, թասիբը վեր է ամեն ինչից, ստացվում է շախմատի լեզվով ասած ցունցվանք։ Գրիգորյանը խստ ընդդիմախոս է բավականին լուրջ ընդդիմախոս է ԿՊ-ին եւ միևնույն ժամանակ երկար տարիների անձնական կոնֆլիկտ ունի Ղուկասյանի հետ։ Ում աջակցել այս իրավիճակում։ Գյումրեցին, որ իր կարծիքը եւ մոտեցումը չփոխի, հա, այս կամ այն թևին աջակցելու պարագայում, իսկ գուցե Գրիգորյանը պահպանելով իր չեզոքությունը քվորում չապահովելով կամ տապալելով անգամ, հա, քվորումը հաստի նրան, որ արտահերտ ընտրություններ նշանակվեն Գյումրիում եւ արդեն այդ ժամանակ ավելի վճռական հաղթանակներ տանի այս կամ այն միավորի առաջադրման դեպքում։ Իդեպ դուք պատկերացնում եք, չէ, կրկին ցիտելով Ղուկասյանին, այսպես կոչած, հա, պանյատի տեսանկյունից, ինչ հաղթանակած կարող է դուրս գալ պարոն Մարտուն Գրիգորյանը, ով չսատարելով ոչ մեկին, ոչ մյուսին, միևնույն ժամանակ հավատարիմ է մնում իր սկզբունքներին եւ հանգուցալուծում է այս բարդ կծիկը։ Ապրենք, կտեսնենք, փաստը մնում է փաստ, որ պետք է հաշվի նստենք գյումրեցիների կատարած ընտրության հետ։ Եվ հենց այս ընտրության հետ հաշվի նստելով Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ազատորեն ընտրություն կատարելու հնարավորությունը կա եւ նա այդ հնարավորությունը ունի։ Facebook-յան իր էջում վարչապետ Փաշինյանն է անդրադարձել զարգացումներին, մեջբերեմ իր խոսքը. Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է, շնորհավորում եմ քաղաքացու վստահությանը արժանացած ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ տեխնացուներին, նաեւ վարչապետը հետգրություն է թողել, հետգրություն, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլորը հազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ ամփոփել է վարչապետը։ Իդեպ ընկերներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հրապարակել է տեղեկություններ ըստ այդմ հավաքած ձայների բաշխմամբ, որ քաղաքական ուժը քանի մանդատ է ունենալու, քաղաքացիական պայմանագիրը 14 մանդատ է ունենալու ավականիում, կոմունիստական կուսակցությունը 8 մանդատ, մեր քաղաքը 6 մանդատ, իմ հզոր համայնքը 3 եւ համապատասխանաբար Մայր Հայաստանը 2 մանդատ։ Եթե Գյումրու տեխնատուներից որևէ մեկը չստանա 17 ձայն, նրանց միջև կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը։ Այս մասին է հայտարարությունը տարածվել։ Իդեպ նաև տեղեկացանք, որ երկար լռությունը պահպանելով ամեն դեպքում խախտեց լռությունը Մարտուն Գրիգորյանը շատ կարճ հաղորդագրությամբ, սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս, ԿՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է։ Լրահոսը լարված էր ոչ միայն ընտրական վերնագրերով եւ պայքարով, այլև Հայաստանի հարավից եկող բավականին մտահոգիչ տեղեկություններով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի խնածախ բնակավայրի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է մարտի 31-ին ժամը 0:50-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ բարեբախտաբար չկան։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Գնանք առաջ միջպետական թեմաներին գանք, պատմության մեջ առաջին անգամ Հայաստան է ժամանում Գերմանիայի նախագահը։ Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Գերմանիայի պետական օրհներգները։ Այնուհետև նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին։ Begin with Bambusche, Frau Bernemann. Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպում ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերը լայն շրջանակում։ Կողմերը ընդգծել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոմիության շրջանակներում փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը, հստակ ուշադրություն դարձնելով տնտեսական, կրթական, մշակութային եւ գիտական ոլորտներում հարաբերությունների խորացմանը։ Հանդիպման ընթացքում կարևորել են էներգետիկ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը, նպատակ ունենալով ձևավորել նոր հեռանկարներ եւ ամրապնդել գործընկերային կապերը։ Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում, ուրախ եմ ձեզ նաև ողջունել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում։ Ինձ համար, անձնապես եւ մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար մեծ պատիվ է ընդունել ձեզ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև մեծ պատիվ է ձեր պատվիրակության հետ միասին ընդունել։ Պետք է արձանագրել, որ սա Գերմանիայի դաշնային նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստանի Հանրապետությունում եւ կարծում եմ սա պատմական կարելի է արձանագրել եւ վստահ եմ, որ ձեր այցելությունը նոր թափ կհաղորդի հայ-գերմանական Հայաստան-Գերմանիա հարաբերություններին։ Ողջունում եմ մեկ անգամ եւս ձեզ։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական մոտեցում է դրսևորել, իսկ երկու երկրների միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում։ Գերմանիայի նախագահը անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի դրույթների համաձայնեցմանը եւ այդ ուղղությամբ Երևանի իրականացրած քայլերին, հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկումների ընթացքում ընդգծել է, որ տարիների ընթացքում աշխարհը շատ է տուժել հակամարտություններից, ինչը արդյունավետ կառավարելը ավելի ու ավելի դժվար է դառնում։ Գերմանիայի նախագահի խոսքով կարևոր է, որպեսզի Հայաստան ու Ադրբեջանը հակամարտության լուծման համար կատարեն վերջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։ Մեջբերեմ իր խոսքը. Բոլորս վկա ենք, որ Հայաստանը վերջին շաբաթերի ընթացքում իրեն շատ կառուցողական է դրսևորել։ Խաղաղության համաձայնագրում այլևս բաց հարցեր չկան եւ այլևս ոչինչ չի խանգարում, որպեսզի այն ստորագրվի, վավերացվի եւ իրագործվի։ Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն, իսկ այժմ Ադրբեջանում պետք է բոլոր հնարավոր թերահավատությունները վերացնել, ընդգծել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Գերմանիայի նախագահի խոսքով Հարավային Կովկասում ապրող մարդիկ սպասում են, որ երկարամյա հակամարտությունը կդադարի, ինչը կհանգեցնի նաև տնտեսական զարգացման։ Գանք կառավարությունում հյուրընկալեցինք պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին եւ տիկին Էլկե Բուդենբենդերին։ Այս մասին տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում։ Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Դյորտե Դինգերը ներողություն է խնդրել Ադրբեջանից նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի պաշտոնական սոցցանցի էջում Արցախի Հանրապետության դրոշի լուսանկարի հրապարակման եւ արցախցիների թեմայի անդրադարձի համար։ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին, բայց այնտեղ հիմնականում հայեր են ապրել։ Երեկվա հրապարակման մեջ գրել էր Գերմանիայի նախագահը, կցելով Արցախի պետական դրոշը։
Այժմ պաշտոնական Բեռլինը ներողություն է խնդրել Բաքվից նախագահի պաշտոնական էջում սխալ դրոշի պատկեր հրապարակելու համար։ Դաշնային նախագահի սոցցանցում կարճ ժամանակով հրապարակվել է դրոշի սխալ պատկերը և դրան կից տեքստը կապված Ադրբեջանի շրջաններից մեկի հետ, ասում է գերմանական պաշտոնական կողմը։ Սխալը հայտնաբերելուն պես համապատասխան հրապարակումը անմիջապես ջնջվել է։ Հրապարակումը արվել է տեխնիկական սխալի հետևանքով և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակներում։ Ես շատ վրդովված եմ այդ սխալից և ցանկանում եմ անկեղծ ներողություն խնդրել այն սխալ տպավորության համար, որ վերը նշված հրապարակումը գործել է Ադրբեջանում որոշ մարդկանց վրա։ Դաշնային նախագահի առաջին այցը նպատակ ունի ամրապնդել ադրբեջանա-գերմանական գործընկերությունը և աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղության գործընթացին, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, որը ուղղվել է Ադրբեջանի նախագահի օգնական Հեքմեթ Հաջիևին։ Ինչ խոսք, ցավալի է, ներողությունն ու ափսոսանքը քայլում են կողք կողքի, Երևանում ևս մեկ ափսոսանք են հայտնել, Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական իր մանդատը, այս մասին տեղեկացնում է ՔՊ-ական պատգամավորի ֆեյսբուքյան էջը։ Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը։ Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես կոչված միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի վարքին։ Ազգային ժողովի պատգամավորը իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ։ Ըստ այդմ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ազգային ժողովի պատգամավորի մանդատս։ Դիմումը արդեն հանձնել եմ ազգային ժողովի աշխատակազմ։ Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում եմ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք։ Ինչպես Սևակն է ասում, հանուն վաղվա ճշմարտության, թող որ լինեմ այսօր սխալ։ Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն, ամփոփում է նա։ Իդեպ մենք հիշեցնենք, որ մարտի 30-ին լրատվամիջոցներից մեկը մոտեցել էր Գյումրիում շրջող Գաբրիելյանին հարց տալու։ Լրագրողները փորձում էին հասկանալ, խմած է արդյոք պատգամավորը, թե ոչ, նա էլ ոչ սթափ վիճակում սեռական բնույթի հայհոյանքներով պահանջում էր, որ չհրապարակեն տեսանկարահանածը, այդ տեսանյութը արդյունքում հրապարակվեց ու դրանից հետո լրագրողները պատգամավորից պահանջում էին ներողություն խնդրել և վայր դնել մանդատը, և ահա ինչպես տեսնում եք Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում մանդատը։ Եվ կրկին Գյումրի իր բոլոր ինտրիգներով Գյումրիի ընտրությունների մասին դեռ շատ բան կգրվի կամ կասվի, բայց կան անհերքելի փաստեր, որոնց մասին պետք է բարձրաձայնել հենց այսօր։ Այս մասին գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամլոք քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Գրառումից մի հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, այսպիսով մեջբերում եմ քաղաքացիական պայմանագիրը ազնիվ է եղել և ազնիվ է մնում իր ընտրողների հետ և դա է պատճառը, որ 17,000-ից ավելի գյումրեցի իր քվեն տվեց Սարիկ Մինասյանին ու մեր կուսակցությանը հանուն ժողովրդավար Հայաստանի։ Այլ հարց է, որ ընդդիմադիր ճամբարների կողմից ժողովրդի արժանահավատությունը չարաշահելու և մոլորեցնելու միջոցով կորզել են քվեներ, որոնք այսօր ճակերտավոր նվիրելու են մեզանից կրկնակի նվազ ձայներ հավաքած կոմկուսի ներկայացուցչին։ Ժամանակը կտա իր գնահատականը, ամփոփում է Բաղդասարյանը։ Եվ իհարկե օրվա ինտրիգը, ընկերներ, ինչպես գիտեք, Մարտուն Գրիգորյանը պետք է հայտնի իր կարծիքը, ասենք, որ ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների տարածվում է հաղորդագրություն, ըստ որի նա պատրաստվում է ընդամենը 2 ձայն տալ Վարդան Ղուկասյանին, միայն նրա համար, որ Գյումրին, ինչպես նա է խոստացել ժամանակին, չունենա ԿՊ-ական
Համայնքապետ Մարտուն Գրիգորյանը իր հայտարարության մեջ նշելու է նաև, որ իրենք որևէ պատասխանատվություն չեն կրելու Գյումրում կառավարման գործընթացների հետ։ Երեկ ողջ հանրապետությունը սպասում էր Գյումրու արտահերտի ընտրություններում երրորդ տեղը գրաված Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը եւ այսօր օրվա առաջին կեսին նա ասել էր, որ ավելի ուշ հայտարարությամբ է գալու։ Սա նորից եմ ասում, իրեն մոտ կանգնած աղբյուրների արտահոսքն է, պաշտոնական տեղեկագիրը հուսամ կլինի շուտով։ Տեղափոխվենք Վատիկան, իդեպ այնտեղից բացառիկ տեղեկություններ են ստացվում, այսպիսով Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ 3 երանելիներ, այդ թվում Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս երանելի Իգնատիոս Շաքրալահ Մալոյանը սրբադասվելու է։ Աղբյուրի փոխանցմամբ այս որոշումը Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կայացրել է դեռ մարտի 28-ին։ Այսպիսով երանելի Իգնատիոս Մալոյանը ծնվել է հեռավոր 1869 թվականի ապրիլի 19-ին ներկայիս Թուրքիայի Մարդին քաղաքում։ 14 տարեկանում նա մտել է Լիբանանի Զմաու վանքի կղերական միաբանություն և ձեռնադրվել 1896 թվականին, ստանալով Իգնատիուս անունը։ Հայոց ցեղասպանության ժամանակ նա ձերբակալվել է տասնյակ քրիստոնյաների հետ և բերվել դատարան։ Երբ նրան ասել են, որ կյանքը կարող է խնայել իսլամ ընդունելու պարագայում, Իգնատիուս Մալոյանը հայտարարել է, մեջբերեմ իր խոսքը, մենք երբեք անհավատարիմ չենք եղել պետությանը, բայց եթե դուք մեզ խնդրում եք անհավատարիմ լինել մեր կրոնին, դա երբեք չի լինելու, մեջբերման ավարտ։ Պարզ է, որ դրանից հետո նրան խոշտանգել են ու կարճ ժամանակ անց մահապատժի ենթարկել։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել ուշ գիշերը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը։ Զվարթնոց օդանավակայանում հյուրերին դիմավորել է Հայաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Հայաստանի ազգային ժողովի Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը։ Եվ Ռուսաստանից են ստացվում տեղեկություններ, որը կարծում եմ շատ մեր հայրենակիցներին է հետաքրքրելու և անդրադառնալու է նրանց գործունեության վրա։ Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում փոփոխություններ են կատարվել, համաձայն որոնց ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների մուտքի համար նոր կարգավորումներ են սահմանվել։ Ըստ այդմ, հունիսի 30-ից սկսած ոչ վիզային, այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր քաղաքացիները, Հայաստանը ևս, որոնք նախատեսում են մուտք գործել Ռուսաստան, պարտավոր են լինելու 72 ժամ առաջ տեղեկացնել դրա մասին։ Դա լինելու է Ռուսաստանի Դաշնության ծրագրված մուտքի ոչ ուշ քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում ոչ ուշ քան 4 ժամ առաջ, հատուկ հավելվածի միջոցով։ Հավելվածի միջոցով դիմում ներկայացնելուց հետո Ռուսաստանի Դաշնության մուտք գործելուց առաջ Ռուսաստանի պատկան պետական մարմինները ստուգելու են քաղաքացու ներկայացած տվյալները։ Եթե քաղաքացու մուտքը թույլատրվի, ապա նա կստանա համապատասխան կոդ, որը կներկայացնի սահմանապահին, առանց այդ կոդի օտարերկրացուն թույլ չեն տալու պարզապես մուտք գործել Ռուսաստան։ Հետևաբար, եթե որևէ բան չփոխվի մինչև հունիսի 30-ը, այսպիսով դուք, հարգելի բարեկամներ, օրինակ, եթե պատրաստվում եք մեկնել Մոսկվա գնալու համար, պետք է 72 ժամ առաջ տեղեկացնեք էլեկտրոնային պորտալի միջոցով, որ պատրաստվում եք մեկնել, որտեղ լրացնելու եք ձեր տվյալները, որից հետո, եթե թույլ տան, դուք ստանալու եք համապատասխան կոդ, որը ցույց եք տալու սահմանապահին եւ նոր նա որոշելու է ձեզ թույլ տալ մուտք գործել Ռուսաստանի տարածք։ Այսպիսով, այս պայդրությամբ տեղեկությունները այսպիսին են, եթե լրացուցիչ բան հայտնի դառնա, մենք անպայման անդրադարձ կկատարենք։ Ընթանանք առաջ, քանի որ խոսեցինք Ռուսաստանից, Սերգեյ Կոպիրկինը, Ռուսաստանի Դաշնության դեսպանը, հետաքրքիր հայտարարություններ է արել, որոնց տողատակերում կարծես սպառնալիք է թաքնված, այսպիսով Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս, ինչ կարող է տեղի ունենալ երկրի հետ, որը հայտնվում է Ռուսաստանի Դաշնության եւ Արևմուտքի դիմակայության սահմանին։ Կարծում եմ շատերի համար վաղուց ակնհայտ է, որ Ուկրաինայում ստեղծված ողբերգական իրավիճակը Ռուսաստան արևմուտք բազմադարյա քաղաքական դիմակայության շարունակությունն է, ասում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Մեջբերեմ իր խոսքը.
Նապոլեոնին եւ Հիտլերին նմանակողները տարված են նախորդ պարտությունների համար ռևանշի հասնելու գաղափարով եւ ակներև է, որ ներկայիս պատերազմի գլխավոր հրահրողները եվրոպական պետություններն են, նախ եւ առաջ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, որոնք ըստ ամենայնի չեն սերտել անցյալի դասերը, ընդգծում է Ռուսաստանի դեսպանը։ Նաեւ շարունակում Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս, ինչ կարող է տեղի ունենալ երկրի հետ, որը ճակատագրի բերմամբ հայտնվել է Ռուսաստան արևմուտք աշխարհաքաղաքական դիմակայության սահմանին, կդադարի հետևել ազգային շահերին եւ արևմուտքին թույլ կտա իրեն վերածել ապակառուցողական աշխարհաքաղաքական սցենարի իրագործման գործիքի, եզրափակում է Կոպիրկինը։ Ընդհանրապես առաջ խոսենք մեր խնդիրների մասին, Հանրապետության հրապարակից թուրք բլոգերի տեսանյութի հրապարակման գործով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին հայտնում են քննչական կոմիտեից, կարծում եմ դուք էլ կհիշեք անդրադարձը, որ Հանրապետության հրապարակից հայտնի տեսանյութներ տարածվել համացանցում, վարույթը հարուցել է քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությանը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք բլոգերը Հայաստանի Հանրապետության հրապարակից սոցցանցերում տեսանյութ էր հրապարակել, որում Երևանը անվանել էր պատմական Ադրբեջան։ Այսպիսով հերթական անգամ խոսվեց կադրային քաղաքականության մասին ու եկեք լինենք անկեղծ ընկերներ, այս հարցը ամենակննարկվածներից է այս վերջին առնվազն 6 տարվա ընթացքում, անգամ հաշիվս եմ կորցրել, թե քանի անգամ ենք միասին քննարկել այս հարցը տարբեր հարթակներում, բայց կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը նկատում է, որ մի երկրում, որտեղ ըստ Փաշինյանի բնակավայրերի 70%-ում մանկապարտեզ չկա, երբ դպրոցների 70%-ը կիսավեր է, չի կարող չլինել կադրային սով։ Եվ ավելացնում է, երկրում կադրային ճգնաժամ է։ 7 տարվա մեջ վերակենում առավոտից իրիկու ասում եմ, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Հա, կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 եւ ավել տոկոսը կիսավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ լինել, չլինել կադրային սով։ Կան երկրում լավ կադրել ունենց, հիմա կասեն, ինչ չորացել է մեր երկրի արգանդը չորացել է, չէ, չի չորացել, Ժողովուրդ ջան։ Կան լավ կադրեր, այո, կան լավ կադրեր։ Փոքր խումբ, որոնք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում, Հայաստանից դուրս։ Եվ չեն էլ գա աշխատեն կառավարությունում, հələ մի բան չի, 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեցքը հետը տանեն տուն։ Էլի բանը, պարգևավճարը, էլի պարգևավճարը, մեր բաները տարան, պարգևավճարը վճարեցին։ Եվ ինչի պետք է, սա շատ լավ տեսարան է, շատ լավ, բայց սա ուրիշների մասին չի, Ժողովուրդ ջան, սա մեր մասին է։ Հերիք է, էլի հերիք է այդ բանը, այդ սրբազանացման բանից պետքա դուրս գանք։ Մենք մեզ այդ սրբազանացնելու տրամաբանությունից, սա մեր դեմքն է, սա մեր պատկերն է։ Նույնն է մեզ հետ կլինի, եթե մի հատ բան, եթե մի հատ սենց տեստ է մենք անցնենք, նույնն է մեզ հետ ալնելու, խնդրում եմ հանկարծ եկեք բան չանենք, ինքներս մեզ չխաբենք, նույնն էլ մեզ հետ ալնելու։ Ահա, լսեցիք, հարգելիներս, բա որ ասում եք, որ այս խնդիրը ձեզ էլ է սպառնում, ուստի առաջանում է շատ գեղեցիկ ու նուրբ հարց, եթե կա կադրային ճգնաժամ, ապա ինչպես այն լուծել։ Ես ոչ միայն փաստում եմ, այլ ես պատրաստ եմ երթվել, որ իհարկե ճգնաժամ կա, վստահ եմ դուք եւս համաձայն եք ինձ հետ հարգելի հեռուստադիտողներ, բայց խոսքը բոլոր ոլորտներին է վերաբերում ու փաստել կարող ենք օրինակ մենք, հեռուստատեսության աշխատողներս, մեր գործընկերները, լրագրողները փաստեն, որ այո, խնդիրը կա, բայց կառավարությունը ոչ թե պիտի փաստի,
ինչը մենք առանց այդ էլ գիտենք, այլ լուծումներ առաջարկի, լուծումներ տա։ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը փաստում է, որ պիտի սկսենք մանկապարտեզներից։ Դե ինչ խոսք, այո, իհարկե, մանկապարտեզում եւ դպրոցում են ձևավորում մեր ապագա քաղաքացիները, մեծ հաշվով վաղվա օրը մանկապարտեզից է ձևավորվում, եւ ինչպիսի մանկապարտեզներ ու դպրոցներ մենք կառուցել ենք այս վերջին տասնամյակների ընթացքում, հա այդպիսի երկիր էլ կառավարել ենք ու ունեցել ենք արդյունքում։ Չի կարող մանկապարտեզից օրինակի համար կարակ գողացող դայակը կամ դպրոցի դասղեկը, ով ադամանդյա զարդ է ուզում ծնողներից մարտի 8-յան նվեր, կրթի ու մեծացնի այնպիսի մի սերունդ, որ վաղը մյուս օրը բյուջեից չգողանա, օրենք հարգի կամ կաշառք չտա, կաշառք չվերցնի, մի խոսքով լինի օրինապաշտ քաղաքացի։ Բայց մյուս կողմից, ընկերներ, քանի տասնամյակ է պետք, որ մենք սպասենք, մինչև այդ սերունդը մեծանա։ Ու ինչ երաշխիքներ ունենք, որ մեծացող սերունդը ավելի լավ ապագա է տալու մեզ, հարցը մնում է բաց։ Տեսեք, ինչ է կատարվում մեր շուրջը։ Պատուհանից հիմա դուրս նայեք այս ժամին։ Տեսեք ձեր բակում խաղացող երեխաներին, ու եթե իրապես ազնիվ քաղաքացի եք, եկեք հարց տանք ինքներս մեզ։ Այս բարքերով, այս նիստուկացով, համենայն դեպս մեծամասնությունը, որ կրում է, հա, այդ արժեհամակարգը, ավելի լավ ապագա են մեզ տալու։ Նախորդ թողարկումներում մենք վիճակագրական կոմիտեի տվյալներն էինք ձեզ ներկայացրել, այդտեղ թվեր էին ցույց տալի, թե ինչ վիճակի մեջ է մեր երիտասարդության մի հսկայական շերտ։ Կեսը փորձանքների մեջ, կեսը խաղադրույքների մեջ, կեսը խոտերի մեջ թմրանյութ բան գալիս, դե ինչ խոսք, վիճակը բավականին լուրջ է։ Կան իհարկե կրթված ու կրթությանը ձգտող, հա, երիտասարդներ, ինչ խոսք, վառ ճակատներ իհարկե կան, բայց ես շատ վատ լուր ունեմ այդ առումով, նրանք բարեկամներ գնալու են այն մարդիկ, ովքեր կրթվում են եւ ցանկանում են իրագործել ամենանվիրական երազանքները, գնալու են այն միջավայր են ընկնելու, որտեղ կարողանալու են իրագործել իրենց ամենանվիրական երազանքները, որովհետև կրթված մարդը կրթվելով ու կյանքը հասկանալով այս բարքերի մեջ, այս հասարակության մեջ չի կարողանալու իրեն գտնել, դրսևորել եւ ուստի ման է գալու այլ հարթակներ։ Սուտն ու կեղծիքը պատել են մեզ ոտքից գլուխ, ես վաղուց եմ այս ամենի մասին խոսել տարբեր հարթակներից, անգամ Լոս Անջելեսում աշխատելու տարիներին, մենք մեզ գովելով ենք զբաղված, մենք դիպլոմ գնող և գլուխ գովացող ժողովուրդ ենք, ով գնել է դիպլոմ մասնագիտական, ում հարցնում ես բժիշկ է, տնտեսագետ է, բայց ազգը հիվանդ է ու աղքատ, սա ինչ հաշվարկ է չեմ հասկանում։ Մեր ծնողները չէ, որ 18-ամյակին վարորդական իրավունքի վկայական են մեզ նվիրել, խնդրեմ արդյունքը, դրա համար էլ իրար վրա են քշում, ամենաայլանդակաբարո երգերը մինչև մուշ ու վան միացրած։ Իդեպ կառավարության նիստի ժամանակ այսօր վարորդական վկայականների մասին ևս խոսվել է։ Այո, մենք ավտոմեքենա վարելուց, հա, գալիս է տարվա վերջում աղմուկը։ Այս ոստիկանությունը սաղ ձախողել են, այսքան վթար կա, այսքան զոհ կա։ Ոչ մեկ չի ասում, Ժողովուրդ ջան, իսկ մենք ավտո քշել գիտենք։ Դե եկեք գնանք բան անենք։ Հիմա կներեք, մենք որ տարբեր տեղերում ատեստավորում ենք անում, չէ, ճիշտ ենք անում։ Ուզում ենք որակավորումը ստուգենք։ Դե եկեք ասենք, դե որ ուրեմն մեր մոտ sense մեծ հանրային խնդրեմ է եւ այո, անվտանգության խնդրեմ է, մեր երկրում վթարների մեծ քանակը եւ զոհերի մեծ թիվը, եկեք վարորդների ատեստավորում անենք։ Շատ լավ արդյունքներ կունենանք, երթևեկությունը սկսենք ոտով քայլել նախ, առողջ ապրելակերպի կանցնենք, համաձայնեք։ Ես այդ բանը, այդ ընդհանրապես էլ է շատ մեծ ֆունդամենտալ խնդրեմ, որը մեկը կառավարության պատասխանատվությունը չի կարող նսեմացնել, հարցը այդ չի։ Կառավարությունը ամեն ինչի միշտ ամեն ինչի պատասխանատուն է։ Բայց մարդը բանը անում, խմում, գնում է պատին տալիս է, 7-8 հոգի զոհվում է, դուս է գալիս, ասում է, այսի երկիր չի ընդհանրապես։ Այս ինչ է զոհերի թիվը, այս ինչքան հասավ ստել։ Լավ, սեն չի լինի, Ժողովուրդ ջան։ Որովհետև եթե մեր պատասխանատվությունն է, ուրեմն պետք է փագենք, ասենք չեք քշում, որովհետև 90%-ը հարցում անենք էլի այդ արդյունքը կստանանք։ Երեք
այդպես խումբեր, լավ 80%-ը, լավ 60, լավ 40, լավ 50։ Բայց պետք է առերեսվենք, չի կարելի, մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք, մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք, անընդհատ։ Սա ֆունդամենտալ իրողություն է մեզ համար, մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք։ Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են, Համատարած մարդիկ ղեկին նստում են դրա իրավունքը չունենալով, որովհետև ունեն ոչ թե կեղծված են, այլ կեղծ են։ Այն կեղծվածներն էլ հլա իրանց հերթին, կեղծվածների խնդիրն էլ առանձին կա, բայց նույնիսկ չկեղծվածները կեղծ են։ Ստեղ է մեր խնդրեմը։ Եվ տենց շղթայական ամեն ինչը։ Դե ինչ անել հարցը փաստորեն կրկին մնում է արդի, հա, մնում է բաց, ու խնդիրը այն չի, որ այս ամենը ճիշտ է կամ սուտ է, խնդիրը այն է, որ մենք տարիներով խոսում ենք այս ամենի մասին, բայց գործնականում մենք մնում ենք նույն բարքերի մեջ։ Կիրթ մարդը գուցե գիտի, որ ինքը կիրթ է, բայց խնդիրը դրանում է, որ անկիրթ մարդը չգիտի, որ ինքը անկիրթ է, այլ հակառակը գիտի, ինքը շատ բան գիտի։ Քանի հոգի կարող է մտաբերել վերջին տասնամյակում, հա, օրինակ ասենք ձեր ծանոթներից, բարեկամներից, ընկերներից, քանի հոգու անուն կարող եք տալ, ով վերջին տասնամյակում որևէ նոր բան է սերտել կամ որևէ դասընթացի է մասնակցել, մասնագիտացման, վերապատրաստման կուրսի, սերտիֆիկացման եւ այսպես շարունակ։ Այս վերջերս պետհամալսարանում դասախոսություն էի կարդում 4-րդ կուրսի ուսանողների համար, ովքեր իրենց մասնագիտական ամենակարևոր համակարգչային ծրագիրը չէին տեսել, պարզապես չէին տեսել։ Այսինքն հիմա ոմանք կմեղադրեն, որ դե գուցե կրթօջախն է մեղավոր, որ նրանք չեն տիրապետում այդ ծրագրին, գուցե, ես չեմ արդարացնում ոչ մեկին, բայց այս դարում, 21-րդ դարում, 20 տարեկան հասուն մարդը, որ իր մասնագիտական ծրագիրը չի կարողանում ներբեռնել, ունենալ, գնել, հայթայթել, ճարել եւ չի ուզում որևէ կերպ, հա, սերտել, այն դարում, երբ օրինակ YouTube-ով մասնագիտություններ են մարդիկ սովորում եւ աշխատում, նա չի կարող սերտել որևէ դաս եւ մեղավորը ուստի ոչ թե կրթօջախն է, այլ մեղավորը անհատն է։ Այո, մեղավորը անհատն է, համակարգը բաղկացած է անհատներից եւ երբ համակարգում անկարող անհատներ են հայտնվում, այդ ամբողջ համակարգն է դառնում անկարող։ Մտածեք այս ուղղությամբ։ Մենք ինչ ունենք անելու, որ ավելի լավ կառավարել սովորել։ Մենք կառավարության անդամներ ենք։ Ես երեք հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ արդեն որերորդ անգամ այդ հարցը բարձրացնում եմ։ Մենք հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունը ընդունելիս ասել ենք, գրել ենք, ֆիքսել ենք, որ պետք է այդ թվում պետական կառավարման մարմիններում հակակոռուպցիոն դասընթացներ լինեն, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Ես հարց եմ տալիս, քանի հատ այդպիսի դասընթաց են կարել։ 0, ոչ մի հատ։ Համեն դեպս ինձ ոչ մեկ չի ասել, պարոն վարչապետ, կառավարությունում կամ վարչապետի աշխատակազմում sense դասընթաց է կազմակերպվում։ Կարող է դուք հետաքրքրված եք։ Ոչ մեկ չի ասել։ Եթե ասեին, ես կգնայի խելոք աշակերտի նման կնստեի, կլսեի ինչ են ասում։ Բայց ոչ մեկի մտքով չի անցել, որովհետև մենք ամեն ինչ գիտենք, մեր ինչին է պետք տենց բանը։ Մենք ամեն ինչ գիտենք, բա որ ամեն ինչ չգիտենք, ինչ գործ ունենք, որ հայտնվել ենք այս կբանում, այս դահլիճում, ուրեմն մենք ամեն ինչ գիտենք, բացարձակապես մեզով պետք է բան սովորացնի, մենք պետք է բան սովորացնենք։ Եվ սա այս դահլիճի, այս աթոռի տասնամյակների խնդիրն է, տասնամյակների խնդիրը։ Ես էլի չեմ հոգնի դա ասել, մի մարդ մոտավորապես 2000 քանի տարի առաջ ասելա ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Եվ մինչև հիմա այդ մարդը փոթորկում է մեր մտքերը։ Իսկ մենք ասում ենք, մենք գիտենք, որ ամեն ինչ գիտենք։ Եվ դրա համար համենայն դեպս մտքերը չենք կարողանում փոթորկել։ Ցանկացած ուրիշ բան փոթորկում ենք, բայց մտքեր չենք կարողանում փոթորկել։ Այսպիսով Գյումրիում հետընտրական ինտրիգը կարծես հանգուցալուծվեց, կտանք անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին առանց որևէ պաշտոնի,
առանց որևէ ակնկալիքի, որևէ պայմանավորվածության։ Մարտուն Գրիգորյանը երկար լռությունից հետո վերջապես խոսեց. Սիրելի գյումրեցիներ ու հայրենակիցներ, ես լավ գիտեմ ու հասկանում եմ այս օրերին ամբողջ Գյումրին եւ հանրապետությունը լարված սպասում էին որոշմանը, որից կախված է Գյումրու եւ երկրում հետագա զարգացումներն ու տրամադրությունները։ Մեր քաղաքադաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե մյուս երկու ուժերի կողմից սատարվող տեխնացու Վարդան Ղուկասյանին առանց որևէ պաշտոնի ակնկալիքի եւ որևէ պայմանավորվածության եւ հետագա ամբողջ պատասխանատվությունը քաղաքի հետագա ճակատագիրը ԿՊ-ին տալու չտալու մասով այսուհետև թեև վերցնում է իրենց վրա 3 ուժերը Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Այնուամենայնիվ բոլորդ էլ գիտեք, ես ձեռքերս ցաված չեմ նստելու եւ շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ԿՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա։ Իսկ մեր քաղաքադաշինքը գյումրեցիների հետ միասին ամեն ինչ կանի, որպեսզի ապրենք այն քաղաքում, որին արժանի ենք։ Եվ սա մի հատված էր ծավալուն գրառումից, որով հանդես էր եկել Facebook-ում պարոն Գրիգորյանը։ Մենք գնանք առաջ, ինչպես եւ ակնկալվում է, ընդդիմությունը ցնծության մեջ է, հնչել են շնորհավորանքներ, շնորհավորում եմ բոլորիս Գյումրիում եւ Փարաքարում ԿՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր։ Այս մասին Facebook-յան իր էջում գրառում է կատարել իմ հզոր համայնք կուսակցության Գյումրու քաղաքապետի տեխնացու Ռուբեն Մխիթարյանը։ Գյումրիում ընտրությունը ոչ մեկին թույլ չտվեց պղտորել ջրերը։ Շնորհակալ եմ մյուս 3 ընդդիմադիր տեխնացուներին։ Ամենակարևորը մենք բոլորս ցույց տվեցինք, որ կարող ենք առաջնորդվել հանունի համար։ Շնորհավոր սիրելի գյումրեցիներ, առջևում բաղձալի հաղթանակներն են, գրել է նա։ Դե ինչպես եւ ակնկալվում է, բնականաբար իշխանական թևից հակադարձում են Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը եւ Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին եւ դրանք տվեցին Վարդան Ղուկասյանին։ ԿՊ-ական պատգամավոր Վագն Ալեքսանյանն է հայտարարում։ Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ կմիանա Վարդան Ղուկասյանին։ Այս մասին ասված է ԿՊ խմբակցության պատգամավոր Վագն Ալեքսանյանի գրառման մեջ։ Այսպիսով մեջբերեմ իր խոսքը Գյումրիում տարածիորեն կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք։ Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը եւ իհարկե Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին եւ դրանք տվեցին Վարդան Ղուկասյանին, նշել է Ալեքսանյանը։ Իհարկե սա լավ քաղաքական վերլուծության թեմա է, այստեղ հարց է առաջանում, իսկ ինչու գյումրեցին այդպես քվեարկեց, բայց հարցը մնում է բաց, մենք նախորդ թողարկումներում ծավալուն խոսել ենք այս թեմայի շուրջ, ուստի առաջարկում եմ ընթանալ առաջ, խոսել այլ թեմաներից։ Կառավարությունում հյուրընկալեցի Վիետնամի ազգային ժողովի նախագահի պատվիրակությանը։ Փաշինյանն է տեսանյութ հրապարակել իր էջում։ Այսպիսով վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Չան Թան Մանի այցը Հայաստան եւ ընդգծել Վիետնամի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման կարեւորությունը։ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման եւ ընդլայնման երկուստեք հետաքրքրվածության մասին, ինչը դրական է եւ ողջունելի։ Չան Թան Մանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմընդունելության համար, ընդգծելով, որ այցը Հայաստան նպատակ ունի ավելի ամրապնդելու եւ խորացնելու Հայաստան-Վիետնամ բարեկամությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները, կարևորելով տնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ կոնկրետ միջոցառումների եւ քայլերի մշակման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները առանձնահատուկ ընդգծել են նաեւ միջխորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական կարևորությունը, ինչը կարող է հավելյալ խթան հանդիսանալ երկկողմ կապերի զարգացման համար։ Նիկոլ Փաշինյանը եւ Չան Թան Մանը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային մի շարք այլ հարցերի շուրջ։ Ընթանանք առաջ։ Պարույր Հովհաննիսյանը ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Պարույր Հովհաննիսյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Իդեպ քիչ առաջ մենք տեղեկացանք, որ Պարույր Հովհաննիսյանը անպաշտոն չի մնալու, քիչ առաջ տեղեկացանք, որ պարոն Հովհաննիսյանը նշանակվելու է ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։